ուղղումս մի բառ էր գալիս։ Սա դժոխք է։ Երբ առաջնագծում էիք, մարտով ներսում է եղել, ինչ էիք այնտեղ մտածում, զգում դուք տղաներով։ Չխելագարվել պատերազմի ձայներից անխուսափելի է, բայց որ մտածում էին մի պարզ բան, եթե նույնիսկ անգամ մահանանք, թող մեր կյանքը կամ կյանքով վճարենք այս հողի ազատության, ազատագրման, մեր մեջքի ետևում ապրող հայ ազգի լավագույն օրերի համար։ Իմ փրկությունը պատերազմի օրերին գտել եմ աղոթքի մեջ։ Ինչ էիք զգում ամեն անգամ, երբ լսում էիք ետնահանջ հրամանը։ Հրաման մենք չենք ստացել։ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը ինձ համար քաղաքական տարծյուղ է։ Այս մարդուն տրվել է այն դերը, որ նա ամենաշատն էր ցանկանում խաղալ։ Որտեղ որ ասում են Շիրազ, Մանուկյանց, այստեղ ես եմ եւ Դավիթը, ոչ թե միայն ես։ Ամեն մեկ կզիվ, որ կարողանանք մեր ներսում գոնե մեկ մարդու այդ կրված տղաների մեկ ցանկությունը գոնե կատարել, հավատացած եղեք ամենամեծ բանը կարող ենք անել այս փոքր աշխարհում։ Ողջույն, այսօր խոսելու ենք պատասխանատվության զգացողության մասին։ Ընդունված է համարել, որ պատասխանատվության զգացողությունը գալիս է տարիքի հետ, կյանքի փորձ հավաքելով եւ անձնագրային թվերը մեծացնելու հետ զուգահեռ։ Ավաղ ոչ, շատերը ունենում են նույնիսկ ձյունաճեր մակ մազեր, սակայն պատասխանատվության զգացողությունը այդպես էլ նրանց մոտ չի առաջանում։ Այսօրվա իմ զրուցակիցը եկել է ապացուցելու հակառակը։ Պատասխանատվության զգացողությունը տարիքով պայմանավորված չէ։ Նա երիտասարդ է, բայց եւ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ Զրույցի ընթացքում կարծում եմ ինքներդ համոզվելու եք դրանում։ Իմ զրուցակիցն է Շիրազ Մանուկյանցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չեմ հարցնելու ձեր տարիքը, թող յուրաքանչյուր մարդ էկրանին ձեզ տեսնելով փորձի ինքը կռահել։ Իսկ այ կեսամտության մասին կուզենայի խոսել, որովհետև ձեր անցած ճանապարհն ու տարիքը իսկապես դիսոնանսի մեջ կարող են մտնել, համենայն դեպս առաջին տպավորությունը այդպեսին կարող է լինել։ Պատերազմի մասնակից, բարձրագույն կրթություն ունեցող մարդ, ով արդեն 20 տարեկանում որոշեց, որ այլևս պիտի զբաղվի քաղաքականությամբ։ Արդյոք սա պատասխանատվության զգացողությունից էր, թե հասկացաք, որ դաշտում կա տեղ, որը հենց ձերն է։ Այն, որ առաջի օրերին, առաջի ժամերին տեսա պատերազմը, թե ինչպիսի մեծ աղետ է դա, իմ պատկերացմամբ եւ ձևակերպմամբ ուղղումս մի բառ էր գալիս։ Սա դժոխք է։ Տեսնել հազարավոր մահեր, տեսնել արդեն պայմանավորված ձախողում, հասկանում ես, որ այստեղ ուղղակի կյանքի կռիվ չէ։ Այստեղ խնդիր չէ, որ պայքարենք մեր գոյության, մեր հայրենիքի համար, քանի որ հետևյալն էի տեսնում. ընկերներս մահանում էին, հողը մասնատվում էր, հրաման չկար։ Մենք շատ դժվարին փուլով անցանք այդ ամենը։ Ինձ երբեմն հարցնում են, որ ազգանվանդ վերջին տառը դա բեմականացման համար է, ես ծիծաղում եմ եւ ասում եմ դա ձեր պատկերացումն է։ Ես ասեմ եւ պատմեմ հետեւյալը։ Իմ կյանքում ոչ մի պատահականություն չի եղել։ Ես երբ որ վերադարձա պատերազմից, նշեցի հետեւյալը, պատերազմը դա կյանքի մի ուրիշ դաս է, ժամկետային զինծառայությունը լրիվ մի ուրիշ դաս։ Պատերազմում զոհվել է իմ շատ մոտ ընկերը Դավիթը Համբարձումյանը, որը բավականին մեծ խելքի տեր անձնավորություն էր։ Եվ մեծ գործ ուներ անելու, եթե վերադառնար Երևան։ Բայց իր կյանքը ավարտվեց այնտեղ։ Երբ ես ետ եկա, տեսա, թե ինչ է տեղի ունենում այստեղ Երևանում, ինչպես է այսօրվա
կառավարիչները խոսում մեր հասցեի, թե մենք ինչ ենք արել այնտեղ պատերազմի ժամանակ, մենք առավել քան գիտենք, թե ինչ ենք արել։ Թե մենք ինչպես ենք նվիրել մեր կյանքը, երբ որ չենք վախենում նույնիսկ մահանալուց։ Ես կայացրեցի երկու վճռական որոշում, որ թողնում եմ իմ բոլոր հետաքրքրությունները, թողնում եմ իմ բոլոր նպատակները եւ մուտք եմ գործում քաղաքականություն։ Այո, դա հաճելի որոշում չէր։ Այո, դա պատասխանատու որոշում էր, բայց հասկանալ դժվարության չափաբաժինը այդ բանին չէի կարող։ Բայց իմ առաջ ես խոսք տվեցի, որ Դավիթը ուզում էր, որ իր անունը հնչեն շատ տեղեր։ Որտեղ որ ասում են Շիրազ, Մանուկյանց, այստեղ ես եմ եւ Դավիթը, ոչ թե միայն ես։ Ամեն մեկ կզիվ, որ կարողանանք մեր ներսում գոնե մեկ մարդու այդ կրված տղաների մեկ ցանկությունը գոնե կատարել, հավատացած եղեք ամենամեծ բանը կարող ենք անել այս փոքր աշխարհում։ Եվ ձեր ազգանվան Ց տարը վերցրեցիք զոհված ձեր ընկերոջ ազգում։ Այո, վերցրեցի Ց-ն եւ իմ Facebook-յան հարթակում, եթե նկատեք, այդ Ց-ն մի փոքր տարբերվում է, այսինքն Ց-ն մեծատառ է գրված այնտեղ։ Բայց երբեմն մարդիկ, երբ որ ինձ գրում են, ինչ որ փորձում են այդպես ձևակերպել, այնտեղ փոքրատառ է, ես ասում եմ, այստեղ սխալ կա։ Պիտի ուղղեք, այստեղ Դավիթն է, ոչ թե ուղղակի Մանուկյանց ազգանունը։ Եվ հետեւյալը, երբ որ ես յետեկա տեսա, թե ինչպես են խոսում իմ մարտական ընկերների մասին, ասեցի եւ ինձ խոսք տվեցի, որ ես առաջիններից եմ լինելու, ով դուրս կգա դեմ այս իշխանությանը եւ այդ աթոռից կհեռացնի նրանց։ Քաղաքականությունը իհարկե բարդ ոլորտ է։ Դրանում ես չէ էլի, որ նոր հեծանիվ պիտի հորինեմ, բայց կասեմ, որ հետ ճանապարհ իհարկե դժվար է, չկա, բայց ես չեմ ընկել, չեմ թերացել եւ շարունակելու եմ այն պատասխանատվության մեջ չափաբաժինը վերցնել ինձ վրա, եթե այդ առաջնորդությունը իմ սերնդակիցների մեջ ես եմ։ Մի քանի վայրկյան, րոպե, որքան որ ձեր ներքին ուժն ու էմոցիան թույլ կտա խոսենք հենց պատերազմի օրերի մասին, երբ առաջնագծում էիք, մարտով ներսում է եղել, ինչ էիք այնտեղ մտածում, զգում դուք տղաներով։ Չխելագարվել պատերազմի ձայներից անխուսափելի է, բայց որ մտածում եմ մի պարզ բան, եթե նույնիսկ անգամ մահանանք, թող մեր կյանքը կամ կյանքով վճարենք այս հողի ազատության, ազատագրման, մեր մեջքի ետևում ապրող հայ ազգի լավագույն օրերի համար։ Որովհետև դու պիտի հասկանաս ինչի համար ես այնտեղ, ինչի համար ես կռվում։ Վախենալ մահից դա հիմարություն էր, որտեվ գիտակցում ենք, որ ամեն վայրկյանը դա արդեն մահ է։ Պատահականություն չէ, եթե ես վերադարձել եմ, եւ եթե ես վերադարձել եմ, ուրեմն մեծ անելիք կա։ 20 թվականից մինչև այսօր պայքարել եմ լինելով ընդդիմադիր դաշտում եւ չեմ դադարելու պայքարել, մինչև չտեսնեմ իմ ժողովրդի լավագույն օրերը, հաղթանակած աչքեր եմ ուզում տեսնել, նույնիսկ հենց այսօր։ Պատերազմը առիթ հանդիսացավ ձեր որոշմանը զբաղվել քաղաքականությամբ, թե պատերազմից հետո վերաբերմունքը կռված տղաների հանդեպ։ Ցանկացած պատերազմում կռված մարդ արել է այնպիսի մեծ գործ, որ չէր կարող անել ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի քաղաքական առաջնորդ, որովհետև այնտեղ վճարման ենթակա է քո կյանքը։ Դու քո կյանքով ես վճարում մարդկանց երջանիկ օրերը։ Դու քո կյանքով ես վճարում հաջորդ այլ սերունդների համար։ Չես կարող ուղղակիորեն հայտնվել մարտի դաշտում եւ ասել, որ ես ցանկանում եմ միայն հերոս համար։ Դա ամենամեծագույն հումորը կլինի, որ կարողանանք նման կերպ անել, որովհետև
Այն մարդիկ, ովքեր որ կատակով են խոսում պատերազմի գրված տղաների մասին, նույնիսկ իմ մարտական ընկերների մասին, մի փոքր մենք դրան այլ կերպ ենք նայում։ Ինչ էիք զգում ամեն անգամ, երբ լսում էիք ետ նահանջ հրամանը։ Հրաման մենք չենք ստացել։ Այս դեպքում պարակտություն է ստեսնում այդտեղ։ Առաջնորդություն չկա եւ արդեն պատերազմի ժամանակ, երբ որ դու չես ստանում բավարար ուժով օգնություն, ճիշտ կազմակերպում մենամարտի ընթացքում, պատերազմի ընթացքում, հասկանում ես, որ այստեղ որևէ թույլտվություն կա։ Հասկանում ես, որ այստեղ ինչ որ մի բան ինչ մենամարտել է տեղ, բայց տեսնելով, որ առաջիկա 2 ժամվա ընթացքում դու շրջապատման մեջ ես, այստեղ թվացial կերպով հասկանում ես, որ դու հայտնվել ես մի իրավիճակում, որի հսկողությունը ոչ քո ձեռքում է, ոչ էլ քեզ առաջնորդող մարդկանց ձեռքում։ Եվ հասկանում ես, որ պիտի մի կերպ դու որոշում կայացնես այդտեղ եւ դուրս գաս այդ վատ իրավիճակից։ Վերադառնալ այստեղ, լսել այնպիսի որակավորումներ, այնպիսի գնահատականներ, ինչպես եւ վարչապետի աթոռի նստած ազնվորությունը կարող է տալ մեզ իմ մարտական ընկերներին, դա ինձ համար հավասար էր ուղիղ դավաճանության։ Որ ձևակերպումներն էր, որ առանձնապես վիրավորել է ձեզ եւ համարում եք, որ սուտ է։ Մենամարտող, պատերազմում մենամարտող մարդը, ով իր նպատակն է համարում միջև վերջ լինել թշնամու դեմ, իր կյանքը զոհել անգամ հանուն հաղթանակի, նման մարդուն անվանել դասալիկ չեմ ընդունում։ Եվ ավելի վատ եմ վերաբերվում։ Նախքան պատերազմը ստացել եք բարձրագույն կրթություն, ռեժիսորի մասնագիտությամբ։ Սա նշանակում է ձեր հոգեկերտվածքով ստեղծագործող եք, մի քիչ էլ ռոմանտիկ։ Ճիշտ եմ ենթադրում։ Այո։ Ռեժիսոր նշանակում է կյանքի ամեն իրավիճակ, ամեն դրվագ ակամայից պատկերացնում է բեմականացման կադրի տեսքով։ Եթե այսօր տեսնելուց հետո այն ամենը, ինչ տեսել եք եւ անցնելով այդ ամբողջ դժոխային ճանապարհը, ինչ ոճում կբեմականացնեիք այսօրվա մեր Հայաստանը, եթե ներկայացում պատրաստելիս լինեիք։ Այստեղ եւ ֆարս է, եւ տրագիկոմեդիա, եւ չեմ կարող նույնիսկ չնշել, որ այստեղ որոշակի ու կա կլոնադա, բայց տեսնել ես մարդկանց, ովքեր կատարում են իրենց դերը, լինելով երկրի քաղաքական առաջնորդ, ծիծաղելի է։ Իմ վարպետը, ով ինձ սովորեցնում էր ռեժիսուրա մասնագիտությունը, նշում էր հետևյալը, որ մարդկանց ընթերցելն ամենահետաքրքիրն է, երբ որ նրանք փորձում են անել եւ խաղալ այն մասնագիտությամբ, որով դու վերապատրաստում ես դրանց։ Երբ որ դու ռեժիսոր ես, աշխատում ես դերասանների հետ, ժամանակ առ ժամանակ փորձում ես ներկայացում եմադրել, նու նրանց վերապատրաստում ես այդ դերի լավագույն կետին հասնելու համար, որը հավատա, որ ինքը հենց այդ կերպարն է։ Ինձ համար, երբ որ ես տեսնում եմ այսօրվա կառավարիչների մի խաղը, որոշակի հայտարարությունների տրամադրությունը, իրենց կեցվածքը միջազգային որոշակի հանդիպումներին, հասկանում հետևյալը, որ այս մարդուն տրվել է այն դերը, որ նա ամենաշատն էր ցանկանում խաղալ։ Ուղղակի խաղալ, ոչ թե հենց ինքը այդ մարդն է։ Հետևյալը, որ կարող է, որ այս մարդը զբաղեցնել ի սկզբանե իր պատկերացումներում ժողովրդի թշնամի պիեսում դոկտոր Սթոքմանի կերպարը, ով ցանկանում է պայքարել հանուն ժողովրդի համար, ինչպես եւ նա ներկայացնում էր 2018 թվականին։ Բայց առ այսօր եւ հենց այսօր տեսնում եմ քաղաքական պարտիոֆի կերպար,
կեղծ հոգևորականի կերպար։ Ինքը փորձում է ակամայի ձևերցնել իր վրա, այսպես նշեմ, աստրալ կերպով սքեմ եւ ասել, որ ինքն է ստեղծում այն արդարությունը, այն մաքրությունը եւ երբ հայտարարում է, որ դուրս է գալիս հայ առաքելական եկեղեցու դերում։ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը ինձ համար քաղաքական տարծյուղ է, խաբեություններից մի կծիկ, որ ամբողջությամբ, երբ որ մենք փորձում ենք բաժանել, մասնատել, հասկանալ, թե այնտեղ իրականում ինչ է թաքնված, մի վաղկատ անձնավորություն, որը թաքնվում է էկրանից միայն այն կողմ։ Եվ կարող եմ ենթադրել, որ նույնիսկ անգամ նա գիշերները չի կարողանում քնել, երբ որ հասկանում է իր մտքի փոքրությունը, իր անձի փոքրությունը, որ նա մենամարտերում ամենաթույլն է։ Իզուր չէ, որ Սամվել Կարապետյանը այդ խմբակին կոչել է փոքրիկ խմբակ, որովհետև այդ մարդկանց հեռանկարները, հեռատեսությունը մեկ ամբողջ փոքրություն է։ Այսօր մեր հասարակությունում կա որոշակի զանգված, ով անդադար կրկնում է մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այլ շարքում են նաև երիտասարդները, ինչու են նրանք այսպես վարվում, ձեր միջավայրում, ձեր տարեկիցների հետ շփվելով, որովհետև չեն տեսել այն ամենը, ինչ որ դուք եք տեսել, թե սա մարդու կեցվածք է, ինչ կասեք այն մարդկանց, հատկապես երիտասարդներին, ովքեր քաղաքականությամբ չզբաղվելը համարում են նաև քաղաքացիական դիրքորոշումից ազատված լինելու պատճառ։ Այն, որ երբեք չեմ մեղադրի ոչ մեկին, ասելով, որ ինչու չես առաջնորդում քո ընկերներին, քո ընտանիքին, չեմ կարող։ Բայց ես ինքս իմ հերթին վերցրել եմ իմ առաջնորդությունը, վերցրել եմ իմ ընկերների, ինչու՞ չէ նաև կարող եմ ասել, կյանքի առաջնորդությունը, որտեղ նրանք վստահել են ինձ։ Եթե ես գալիս եմ քաղաքական դաշտ, նախ եւ առաջ պատմում եմ մարդկանց, թե ինչպես է իմ պատկերացումը հայրենիքի նկատմամբ, հայրենի հողի նկատմամբ, ինձ հանձնված պատմական ժառանգության նկատմամբ։ Ես պիտի ասեմ, պիտի խոսեմ, թե ինչպիսի Հայաստան եմ տեսնում ես պիտի պատմեմ, թե ինչ եմ պատրաստ անել ամենավատ իրավիճակում, ես պիտի պատմեմ, թե ինչպես պետք է չխնայել, եթե դու ցանկանում ես զբաղվել քաղաքականությամբ, եւ եթե տվյալ մարդիկ վստահում են ինձ, ես պիտի առաջնորդեմ նրանց։ Եթե այսօրվա երիտասարդության մեջ կա որոշակի ստվար զանգված, որ չի ցանկանում լինել այսօրվա քաղաքականության մեջ, ես եւ իմ խնդիրն եմ համարի նրանց հետաքրքրության շրջանակը ճեղքել եւ հայտարարել, որ վտանգն այնքան մեծ է, որ կարող է նույնիսկ նրանց մոտենալ։ Որովհետեւ քաղաքական գործի խնդիրն է ինձ համար ցանկացած շերտի հետ խոսել, լուսաբանել, այդ լուսավորչական մեծ աշխատանքը կատարել եւ բացահայտել այն կեղծիքը, որ այսօրվա իշխանությունը փորձում է գեղեցիկ փաթեթավորված տալ մեզ։ Արդյոք ձեր գաղափարախոսությունը համընկել է եւ ձեր պատկերացումները մեր ձևով շարժման գաղափարախոսության եւ ծրագրերի հետ, քանի որ այսօր արդեն մեր ձևով շարժման անդամ եք հանդիսանում, ինչու միացաք հենց այս շարժմանը։ Մեր ձևով շարժումը այսօր առաջնահերթ իր գործն է համարում պաշտպանել հայ առաքելական եկեղեցին, որովհետև Սամվել Կարապետյանը մեր ձևով շարժման առաջնորդը տեսնում է, որ ուժեղ եկեղեցու հիմքերում պետք է կամենաս լինի ուժեղ պետություն եւ նույնը հակառակը։ Երբ որ այսօր փորձում եմ պարակտել այսօրվա մեր հայ առաքելական եկեղեցին, այն ինստիտուտը, որը պահպանում է մեր այսօրվա հիշողությունը։ Եթե այս ինստիտուտը միակն է մնացել, որ զբաղվում է մեր հիշողությամբ, ստեղծմամբ եւ պահպանմամբ, տեսնում եմ, որ նրա դեմ դուրս են եկել ինչ որ ադղայ ծագումով փոքրիկ խմբակ,
որի քաղաքական հայրերը դրսում են, իսկ ինքը այստեղ համար մեկ կատարողն է նրանց։ Հայ առաքելական եկեղեցին այն ինստիտուտն է, որի առաջնային խնդիրներից մեկը հայ պահելն է ամբողջ աշխարհում, եւ սա մեր ինքնությունն է։ Արդյոք սրա դեմ է ուղղված այս կռիվը, եւ երբ պատերազմի օրերին առաջնագծում էիք հավատի կարևորությունը մարդու համար, ով ամեն վայրկյան տեսնում է մահ եւ հասկանում է, որ հաջորդը հենց ինքը կարող է լինել։ Ես շնորհակալ եմ իմ մեջ վեհապար հայրապետին իր առաջնորդությամբ հոգևոր վերնադասին, որ իմ փրկությունը պատերազմի օրերին գտել եմ աղոթքի մեջ։ Գտել եմ, որ այստեղ ինձ կարող է չթողնել Աստված։ Եվ այդ աշխատանքը նրանք տարեն են, որ ես երբեք չշեղվեմ որևիցե այլ կազմակերպության կողմ, որովհետև ցանկացած նոր սերուր, այո, կարող է դառնալ մոլորյալ։ Բայց եթե մարդը ինքն է ընտրել այսօրվա կառավարիչը, ինքն է ընտրել ձևանալ մոլորյալի կարգավիճակում եւ կատարել այն հակաեկեղեցական հրահանգները, որը ընտրվում է մեր թշնամի պետությունից, ապա այդ դեպքում կարող եմ ասել, որ նա պետք է դարձի գա հենց հայ առաքելական եկեղեցու եւ պառակտել հայ ժողովրդին եւ պառակտել հայ առաքելական եկեղեցին, դրանում ոչ մի հաջողության նա իհարկե հասկանում եք, որ չի հասնի։ Այն ճահիճը, որ ստեղծել է նա, այն քաղաքական ճահիճը, որ ստեղծել է նա եւ այդ արշավով մտել այդ քաղաքական ճահիճը, այդտեղից դուրս գալու որևիցե ելք չունի Նիկոլ Փաշինյանը։ Նրանում ինքն անգամ եւ իր փոքրիկ խմբակն անգամ ամենաշատը գիտե։ Դուք բավականին համարձակ եք խոսում եւ ձեր աչքերում նաեւ զգացվում է այն բարձր աստիճանի գիտակցությունն ու պատասխանատվության զգացողությունը, որ դա ասում եք մտածված, կշռադատված։ Ինչպիսին է ձեր պատկերացումը վաղվա Հայաստանում, եթե ամեն բան տեղի ունենա հենց ձեր պատկերացրածի պես, ինչպիսին կլինի Հայաստանը վաղը եւ ինչ կերպար կառաջնորդի մեզ։ Էնպես չի, որ նոր բան եմ ասելու, բայց դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց։ Նրանում փաստ է։ Այն միտքը, որ այսօր վերջի 7-8 տարին բոլորիս համար դժվար է, փաստ է։ Եվ այն ուժը, որը ստեղծվում է այդ դժվար օրերին, լինելու է լավագույնը իր հաղթանակով, իր վաստակած ճանապարհով, դա եւս փաստ է։ Այն, որ այդ ուժի առաջնորդը իր ճանապարհին եղել է մեծ դժվարության մեջ, դա փաստ է։ Այն, որ Սամվել Կարապետյան մեծանուն մարդը եղել է 2000-ական թվականներից մինչև այսօր հայ ժողովրդի կողքին եւ օգնել է, որպեսզի երբեք չթուլանա հայ ժողովրդի հենարանը, եւս փաստ է։ Չի կարող որևէ մի փոքրիկ խմբակ իր մոլորված մտքերով գալ եւ քանդել այն մեծ ընտանիքը, այն հայ ազգի մեծ ընտանիքը, որը միասնաբար միշտ պայքարել է իր գոյության համար, իր հաղթանակների համար եւ իր Հայաստան աշխարհը պահպանելու համար։ Չեմ կարող որևիցե մեկ այլ պիեսի հետ համեմատել, այս օրերը նմանվում էին ավելի շատ Սեմուել Բեքետի Գոդոյին սպասելիս, որովհետև թվացյալ կերպով պիեսում երկու հոգի զրուցում են եւ սպասում են անընդհատ Գոդոյին, բայց ով էր Գոդոն այդտեղ։ Այն մարդը, որ ամենաշատն էին նրանք սպասում, բայց պիեսի վերջում Գոդոն չեկավ։
Ուղղակի միակ տարբերությունը այն է, որ մեր օրերում այն մարդուն, որ մենք սպասում ենք հաղթանակի համար, եկել է։ Սամվել Կարապետյան այն մարդն է, ում առաջնորդությամբ ստեղծելու ենք մարդկանց աչքերում լավագույն հաղթանակի պատկերացումը եւ թե ինչպես պետք է վաստակել այդ հաղթանակը, դա այս օրերին այս ճանապարհը պատմության տեսքով ցույց է տալու։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, կարևոր չէ հաղթանակը, կարևոր է նաև անցած ժամանակը, պատմությունը, ճանապարհը, որովհետև փոքրիկ խմբակներ էր արձանագրում, որ ինքը 18 թվականին հաղթել է։ Եթե Սամվել Կարապետյանին չազատազրկեին, պայքարը արդյոք այս թափն ու ուժը կստանար, թե հակառակը ստացվեց, որ բարերարին ազատազրկելով իշխանությունները անկախ իրենց ցանկությունից ուժ տվեցին բազմահազար մարդկանց միավորվելու, հավաքվելու շարժման կողքը։ Այսինքն մի կողմից մենք ունենք բարերարի ազատազրկում, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ուժեր են կուտակվում մարդկային գաղափարներ են հավաքվում մի շարժման շուրջ, որը թերևս շահեկան չէ իշխանություններին։ Հստակ ձևակերպեմ, որ Սամվել Կարապետյանը, եթե նույնիսկ այսօր լինի ազատության մեջ, շարժումը 100-պատիկ ավել կարագանա եւ կունենա իր լավագույն հաղթանակը։ Սամվել Կարապետյանը այսօր փաստացի գտնվում է փակի տակ, ապօրինի կալանքի տեսքով։ Եվ կարելի է նաև համեմատել, որ այս process-ը այն ադամանդն է, ում հարվածելիս ավելի շատ է փայլում։ Եթե Սամվել Կարապետյան անունը այսօր փոքրիկ խմբակի կողմից հարվածների է ենթարկվում, ապա Սամվել Կարապետյան անունը ել ավելի մեծ հեղինակություն է ստանում եւ շարունակում է աճել մինչև ընտրություններ եւ կտեսնեք այդ ընտրություններում, թե Սամվել Կարապետյան անունը ինչպես փոխեց, ինչպիսի փոփոխություն մտցրեց այսօրվա քաղաքացու կյանք։ Դուք բավականին երիտասարդ եք եւ արդեն ունեք անցած որոշակի ուղի, այնուամենայնիվ քաղաքականության մեջ դեռ շատ անելիք ու ճանապարհ ունեք անցնելու, ունեք արդյոք մի կերպար համաշխարհային քաղաքական դաշտում, որին ձգտում եք նմանվել։ Ես իմ պատկերացումներում ունեմ հավաքական մարդու կերպար, ում կփորձեմ նմանվել, դա հավաքական հաղթանակած, հավաքական պահպանող մարդու կերպարն է։ Ես ցանկանում եմ ապրել եւ աշխատել այսօր այնպես, որ չեմ սպառել կյանքը ուղղակիորեն։ Չեմ վերադարձել պատերազմից եւ ապրում եմ ուղղակի ժամանակ սպառելով։ Ոչ, ես կցանկանամ իմ մնացած բոլոր այլ տարիները նվիրել հանուն հաղթանակի, հանուն այ ժողովրդի, որովհետեւ վերադառնալ, լինել քաղաքականության մեջ նշանակում է ծառայել ժողովրդին, ծառայել քաղաքակրթությանը, որովհետև ինձ համար հայ ազգը դա մեծ քաղաքակրթություն է։ Շիրազ, տեսեք, բոլոր քաղաքական գործիչները, երբ նոր են սկսում իրենց ուղին, հատկապես նախընտրական շրջանում ասում են. իմ անձը երկրորդական է հանուն պետության, ժողովրդի բարեկեցության, բավական է ստանան իշխանություն, ունենան որոշակի ազդեցություն, կերպարանափոխություն է տեղի ունենում, այնպիսին, որ մարդիկ դառնում են անճանաչելի։ Եվ նույնիսկ հետո հերքում են, ինչի ես նման բան էի ասել, ոչ, դուք սխալ եք հասկացել։ Սա գայթակղություն է, որին քչերն են դիմանում։ Այս կերպարանափոխությունը նաև որպես ռեժիսոր, սա դիմակ է իրավիճակից ելնելով, որը գալիս է առաջին պլան, թե մարդու էությունն է առաջին պլան թափանցում որոշակի իշխանություն ու հնարավորություններ ստանալուց հետո։ Փորձեմ նմանեցնել մեկ պիեսի, որտեղ Կաֆկայի Մետամորֆոզ ստեղծագործության մեջ երիտասարդը մետամորֆոզից հետո մի միջադի է նմանվում։ Անկեղծ լինենք, այն մարդը, ով դարձել է այսօր երկրի վարչապետ,
ուղղակիորեն պիտի նայենք նրա անցած ճանապարհը, թե նա ինչպես է իրեն դրսևորել։ Բայց նա 2018 թվականին մեծ ստախոսություններով զավթել է իշխանություն։ Դրանում կասկած չկա, որ մարդը փոփոխվել է, այո։ Մարդը ստացել է իրեն բավարարող այն դերը, որով կարող էր այ ժողովրդից իր ներսում թաքնված այն վրեժը լուծել, որովհետև չես կարող սիրել քո ազգը եւ բերել 3 պատերազմ։ Չես կարող սիրել քո ազգին եւ մաքսիմալ կերպով քանդել քո ազգի բոլոր այն ինստիտուտները, ովքեր պահպանում են եւ գոնե ամուր են պահում քո ազգի ճանաչողությունը, ամրությունը։ Հերոսի ինստիտուտը քանդվեց, ընտանիքի ինստիտուտը քանդվեց, հիմա էլ հերթը հայ առաքելական եկեղեցու ինստիտուտն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Դες եմ շնորհակալ։ Մենք իսկապես ունենք երիտասարդ ավյունի կարիք։ Ես էլ ինքս հաճախ եմ մտածում, ուր են մեր երիտասարդները, անընդհատ նույն դեմքերն են, չկա արդյոք նոր սերնդի, նոր երիտասարդ, ով նորովի գնայի աշխարհին ու կունենա այն եռանդը, ում կարելի կլինի վստահել։ Դուք էլ վստահ եմ հաճախ եք այս մասին մտածում ու լսում եք նաև այս մասին։ Այսօրվա իմ զրուցակիցը Շիրազ Մանուկյանցն էր, պատերազմի մասնակից, ռեժիսոր, քաղաքական գործիչ դառնալու հավակնոտ մի երիտասարդ, ով միացել է մեր ձևը շարժմանը։ Ինչու պատասխանեց։ Հուսամ, որ նրան կհաջողի անել այն ամենը, ինչից իրենց զերծ են պահում բազմահազար իր նման երիտասարդներ։ Նա վերցրել է իր ուսերին պատասխանատվության զգացողությունը, ինչը եւ մաղթում եմ շատ այլ հասուն մարդկանց, ովքեր խուսափում են վերցնել պատասխանատվություն, հայտնել առնվազն կարծիք եւ ասել. ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց ես ունեմ քաղաքացիական գիտակցում։ Հանդիպելու ենք նաեւ հաջորդ ուրբաթ առայժմ։